Առաջին Կորինթացիս 3-րդ գլուխը գլինի մեր սերտողությունը, առաջին Կորինթացիներին 3, առաջին 10 համարները ընթերցենք. Եվ ես եղբայրներ չկարողացա ձեզ հետ որպես հոգևորների խոսել, այլ որպես մարմնավորների, որպես մանուկների հետ Քրիստոսի մեջ, ձեզ կաթով սնեցի և ոչ թե կերակուրով, որովհետև մինչ հիմա չեք կարող և հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև դեռ մարմնավոր եք, քանի դեռ ձեր մեջ նախանց, վեճ և բաժանումներ կան, մարմնավոր չեք և մարդկորեն չեք վարվում, որովհետև երբ մեկ ասում է ես Պողոսյան եմ, մյուսը ես Ապողոսյան, մարմնավոր չեք, իսկ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը, ծառայողներ, որոնց միջոցով հավատացիք, ինչպես Տերը ամեն մեկին տվեց, ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն, ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Տնկողն ու ջրողը նույնն են և ամեն մեկը իր աշխատանքի չափով իր վարձը կստանա, որովհետև մենք միասին Աստծո աշխատավորներն ենք, դուք Աստծո տնտեսությունը, Աստծո կառույցը, Աստծու ինձ տված շնորհքի համաձայն, որպես իմաստուն ճարտարապետ ես հիմքը դրեցի և ուրիշն էլ դրա վրա կառուցում է։ Միայն թող ամեն մարդ զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել բացի նրանից, որ դրված է, որը Հիսուս Քրիստոսն է։ Թող Տերը օրհնի իր խոսքը և օրհնություն դարձնի յուրաքանչյուրիս համար։ Խոսում ենք մարմնավոր հավատացյալի մասին։ Ով է մարմնավոր հավատացյալը, ինչպես եղավ մարմնավոր հավատացյալ, ինչպես է դառնում մարմնավոր և ինչպիսի հատկանիշներ են երևում մարմնավոր հավատացյալի կյանքում, և որն է բուժումը, որն է բժշկությունը, որն է ճանապարհը, որպեսզի մարմնավորներ դեպի հոգևոր կյանքի դառնան և արթնություն ապրեն։ Խոսելով այս կարևորության մասին, հարկ է ակունքներին դառնանք, սիրելիներ, երբ որ խոսում ենք մարմնավոր մարդու մասին, հարկ է մեր նախածնողքին վերադառնանք, Ադամ և Եվա։ Քանի որ մարդ արարածը 3 գլխավոր մասերից է կազմված՝ հոգի, շունչ, մարմին։ Ադամը դեռ անմեղության շրջանում մարմնավորապես չէր ապրում, քանի դեռ չէր մեղանչել։ Եվ Աստծո հոգին հրահանգներ էր տալիս նրա հոգուն։ Հոգին շունչին, շունչն էլ թելադրում էր մարմնին և այս ներդաշնակ կառուցվածքը կամ այս ներդաշնակ գործը տևեց մինչև մեղանչումը և մինչ դա Ադամը երկնային օրեր էր ապրում երկրի դրախտի մեջ, Աստծո ներկայության մեջ։ Երբ Ադամը մեղք գործեց, դարձավ մարմնավոր։ Հոգին, որ ղեկավարն էր, ամենահետին տեղում դարձավ։ Կարգը փոխվեց, առաջին մարդը երբ ձախողվեց, այլևս հոգևոր չէր, հրահանգները ոչ թե հոգուց էր ստանում, այլ մարմնից էր ստանում, կարծես գլխիվայր շուռ եկավ, հոգի, շունչ, մարմինը դարձավ մարմին, շունչ և հոգի, հոգին ամենացածր տեղում դասվեց, մարդը դասակարգված կառուցվածքով դարձավ մարմին, և բնական է մարմնավոր մարդը որդեգրեց այն բնավորությունը կամ այն հատկանիշները, որը սատանայից էր ժառանգել կամ այդ վարակը բոլոր մարդկային սերունդների մեջ տարածվեց։ Կարծես թույնի չափաբաժինը ներարկվեց բոլոր մարդկանց սերունդների մեջ։ Կարող եք հարց տալ, բայց հավատացյալը կարող է լինել մարմնավոր։ Ասում ենք այո, որովհետև այդ մասին քիչ առաջ ընթերցեցինք, Կորինթոսի եկեղեցին այդ վիճակի մեջ էր։ Երբ Պողոս առաքյալը գրեց Կորինթացիներին, այդ մասին ենք տեսնում, քանի որ առաքյալը ծանոթ էր Կորինթոսի եկեղեցուն, իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ, իր ծառայության ընթացքում ծնված, ստեղծված եկեղեցի էր, և առաքյալը 1.5 տարի այնտեղ աշխատեց։ Առաջին գլխում կարդում ենք, որ Քղվեի տանից հայտնեցին նրան, թե ինչ է կատարվում եկեղեցում, որ կան բաժանումներ, կան առանձնացված խմբեր, որ ամեն մեկը ինչ-որ մեկի հետևորդ է, բայց այստեղ տեսնում ենք, որ իրապես որ մարմնավոր վիճակ էր, եկեղեցում անառակություններ էլ կային, անբարոյականություն էլ կար, որովհետև Կորինթոսը հեթանոսներից բաղկացած քաղաք էր և անբարոյական այս բարքերը տարածված էր և եկեղեցի էր ներմուծվել։ Նոր էր կազմավորված եկեղեցին և դեռ շատերը կային, որ սրբության կյանքը լուրջի չէին առնում,
եւ մարմնավոր վիճակները զգալիորեն ազդում էր եկեղեցական կյանքի վրա եւ ծառայության վրա։ Եվ հիմա առաքյալը գրում է. «Եղբայրներ, չեմ կարող ձեզ հետ խոսել որպես հոգևորների, այլ որպես մարմնավորների հետ, իբրև Քրիստոսով մանուկների հետ, որովհետև տակավին մարմնավոր եք, քանի որ ձեր մեջ դեռևս ինչ կա, ասեց, նախանց կա, կռիվներ կան, մարմնավոր չեք, մեկը ասում է Պողոսյան եմ, մյուսը Ապողոսյան եմ, առաջին գլխում էլ կարդում ենք, մյուսն էլ ասում է ես Կեփասյան եմ, այսինքն Պետրոսական եմ, Պետրոսի հետևորդ եմ։ Դուք աշխարհիկ մարդկանց նման եք մտածում, ասել է թե։ Կամ մարմնավորապես եք խորում, բայց ով է Պողոսը, ով է Ապողոսը, ով է Կեփասը, պաշտոնյաներ են, ովքեր իրենց պարտքը կատարեցին, որոնց միջոցով Աստծո խոսքը ձեզի հասավ, սակայն ամենակարևորին չէին անդրադառնում, Աստծուն, որ աճեցնում է։ Առաջին բանը տեսնում ենք, առաջին վիճակը, որ նրանց մեջ նախանց կա, սիրելիներ, նախանց։ Սարսափելի բան է, որ ոսկորներն է փտտեցնում նախանձը։ Մարմնավորապես քայլող մարդուն բնորոշ հատկանիշներից է։ Այս հոգեվիճակը, եթե երկար շարունակվի, նախանձը մարդը ինքն իրեն է վնասում։ Նախանձությունը վնասում է նախանձողին։ Թե ֆիզիկապես, թե հոգեպես հիվանդություն է բերում։ Կռիվներ է առաջացնում, ինչպես Կորինթոսի եկեղեցում ենք հանդիպում։ Առակաց գրքում Սողոմոն իմաստունը գրում է. «Բարկությունը անողորմ է, իսկ ցասումը խիստ, բայց նախանձի դիմաց ով կարող է կանգնել»։ Առակներ 27-րդ գլուխ 4-րդ համար։ Որքան դեպքեր կան, որ կարող ենք հիշատակել Աստվածաշնչում, հենց առաջին մարդկանցից հիշենք, որ նախանձը քայքայեց, ատելություն բերեց, նույնիսկ միջև սպանություն բերեց նախանձի պատճառով։ Առաջին մարդկանց հիշենք։ Կայենը իր եղբորը նախանձեց Աբելին եւ սպանեց նրան։ Հովսեփի եղբայրները նախանձեցին նրան եւ ծախեցին իսմայելացիներին, ասել է թե նույնպես սպանեցին։ Մովսեսի դեմ Կորխի, Աբիրոնի եւ Դաթանի ապստամբությունը հիշենք անապատի մեջ, որ նախանձեցին Մովսեսին եւ նրան տրված իշխանության համար նախանձեցին։ Սաղմոս 106-րդ գլուխ 16 համարի մեջ կարող ենք տեսնել։ Սավուղը նախանձեց Դավիթին եւ ուզում էր քանի անգամ սպանել նրան։ Հիշենք Պողոսի եւ Շիղայի ծառայությունը Գործք առաքելոց 17-րդ գլխում, երբ հրեաները նախանձեցին նրանց գրվածը եւ մի քանի անպիտան եւ պորտաբույծ թափառականների վարձեցին հրապարակներից, որպեսզի հակառակվեն եւ ըմբոստություն կազմակերպեն առաքյալների դեմ։ Սեթրակ, Միսակ, Հապետնակով 3 աստվածավախ ընկերներ։ Բայց նախանձեցին նրանց եւ գցեցին կրակե հնոցի մեջ, բայց Տերը նրանց մեջտեղում էր եւ նրանց ազատեց։ Հիշենք Դանիելին, որ ամբասիր եւ աստվածավախ մարդ էր, Աստծո հոգին իր մեջ ուներ, բայց նախանձեցին նրան, իր իսկ պաշտոնակիցները եւ առյուծների գուբը նետեցին Դանիելին, քանի որ Աստծո հոգին ուներ եւ օրը 3 անգամ աղոթում էր։ Հիսուսին նախանձեցին հրեա քահանաները եւ խաչի մահվան դատապարտեցին։ Տեսնում ենք, որ նախանձը ուր է հասնում, սիրելիներ։ Եթե ուշադրությամբ հետևենք այս բոլոր թվարկած մարդկանց, կտեսնենք, որ նրանք հատուկ մեղքեր չեն գործել, ապա ինչու նախանձեցին, ինչու արժանացան այս նախանձին, ուղղակի, քանի որ չար էին մարդիկ, քանի որ մարմնավոր էին, եւ այսպիսի վիճակը հակառակորդից մնացած ժառանգություն է, որը պետք է արմատախիլ լինի մարդկանցից մեջից, որովհետև նախանձը չարաբաստիկ հետևանքներ է ծնում, ընդհուպ միջև ատելության եւ սպանության։ Չենք խոսում տկարության մասին, սիրելիներ, սրանք տարբեր բաներ են։ Մենք պետք է զատորոշենք եւ եղելությունը իրենց անուններով կոչենք։ Տկար հավատացյալի համար մենք պետք է հոգ տանենք, մենք պետք է օգնենք, մենք պետք է աղոթենք նրա համար։ Եթե հարկ է, կերակուրի հարց կա, Պողոս առաքյալը գրում է, հարկ լինի, միսել չեմ ուտի երբեք։ Միայն թե իմ եղբորը գայթակղության եւ սայթակելու պատճառ չհանդիսանամ։ Այդ մասին կարող ենք տեսնել Հռոմեացիներին ուղված նամակի 14-ից 15 գլուխների մեջ։ Ուրեմն այն բաներին հետևենք, որոնք խաղաղության եւ միմյանց հոգեվոր աճին են նպաստում։ Բայց ինչը խռովություն է առաջացնում, բաժանումներ է բերում, առաքյալը շատ խիստ է խոսում նմանների համար։ Գաղատացիս գրքում այդ մասին ենք տեսնում, Գաղատացիներին 5:12։ Երանի թե գրված է արմատից կտրվեին նրանք, ովքեր ձեզ խռովության մեջ են գցում։
եւ մի փոքր թթխմորը մի ամբողջ զանգված է խմորում Գաղատացիս 5:9։ Այսպեսի օրինակ շատ են բերում քարոզիչները, երբ նարինջը արկղի մեջ փտած է եւ նեխած է, բորբոսված է։ Արկղի մեջ դնելով բոլոր նարինջները կվարակվեն եւ կնեխեն։ Դրա համար ավելի լավ է փրկելու համար մնացած նարինջին այդ մի նեխած նարինջ առանձնացնեք, ասում են։ Եվ Պողոս առաքյալը նախ ներկայացնում է առաքյալների ծառայություն, ասում է այս աշխատանքը մենք որպես անպիտան ծառաներ գործեցինք, որպես Աստծո տնտեսներ, որոնցից պահանջվում է հավատարմորեն գործել, այնուհետև զգուշացնում է, որ ժամանակից առաջ դատաստան չանեն, եւ մեկը մյուսից բարձր ձեզ մի համարեք գրում է, չլինի որ հպարտանաք։ Առաջին Կորինթացիս 4, իսկ առաջին Կորինթացիս 4:21 համարում առաքյալը ավելի խիստ է խոսում, գրում է ինչպես եք կամենում, որ ձեր մոտ գավազանով գամ, թե հեզության հոգով։ Երկրորդ վիճակը դա հպարտությունն է, սիրելիներ։ Նախանձ, այնուհետև հպարտություն, ուրեմն չլինի թե հպարտանաք, գրում է առաքյալը։ Հպարտությունը ամենասարսափելի մեղքն է։ Այն սատանայից է։ Հպարտության հայրը սատանան էր։ Քանի որ առաջին հպարտացածը ինքն էր, ով ցանկացավ Աստծուն հավասար լինել, նրա նման լինել, նրա գահին նստել, սիրտը գոռոզացավ, կարդում ենք Եզեկիել մարգարեության 28-րդ գլխում։ Եվ այդպես է խոսում Տերը մարգարեի միջոցով, Տիրոս թագավորին օրինակ բերելով, եւ այդ իսկ բանի համար Աստված նրան վայր գցեց երկնքից, բարձրունքից վայր գցեց, որովհետև Աստված հպարտներին դեմ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Հակոբոս 4:6։ Եկեղեցական պատմության մեջ, սիրելիներ, բաժանումների եւ պառակտման գլխավոր պատճառը մարդկային հպարտությունն է, նախանձն է, կռիվներն են։ Երբ անձը իր մասին ավելի բարձր համարում ունի, քան իրականում է, երբ անձը շատ է ներկայացնում իր մասին, իր մտքերը, իր գաղափարները, իր մեթոդները, ավելի շատ օգտագործում է եսադիտական տերմիններ։ Եսով սկսվող բառապաշարը ակնհայտ է, որ մարդու եսի շատության մասին է խոսքը գնում, հպարտության մասին է խոսքը գնում, եւ այլոց վերևից է նայում։ Երբ որ աշակերտին հարցնում են ես բառը ինչ հատկանիշ ունի, ինչ է սա նշանակում, որ դերանունին է պատկանում, եւ աշակերտը պատասխանում է եսադիտական դերանունին։ Գիտեք, ամեն դեպքում այս մասին հեշտ է խոսելը, նկատելը, բայց դժվար է տեսնել անձնական ինքնահավան սիրտը եւ զգուշանալ, ինքնակնություն ապրել եւ զգուշանալ։ Մանավանդ ղեկավարման դիրքում եղող հավատացյալները, սիրելիներ, չափազանց կարևոր է հաճախակի ինքնակնության ենթարկեն իրենք իրենց, որովհետև սպառնացող վտանգը մահաբեր է, որքան մարդը բարձր դիրքում է, այնքան ընկնելը ավելի ցավոտ է եւ հավանականությունը ավելի մեծ է։ Իսկ խոնարը Աստծո աչքում բարձր է։ Պատկերացրեք գետնին խոնարհված անձը տեղ ունի ընկնելու, չունի տեղ ունի, չկա տեղ, արդեն նա գետնի վրա է, տեղ չունի ընկնելու։ Հետևաբար խոնարհները դրա վտանգը չունեն, որովհետև ապահով տեղը գետնին հավասար լինելն է։ Հիշենք ինչ ասաց Պողոս առաքյալը 2 Կորինթացիներին 12-րդ գլխում եւ մասնավոր 7-րդ համարում գրված է. որպեսզի չհպարտանամ, ինձ շատ տրված հայտնություններով մարմնի խայթոց տրվեց ինձ, սատանայի падգամավոր խայթեց եւ գրված է մարմնի խայթոց ունեմ եւ աղաչեցի 3 անգամ Տիրոջ ասաց Պողոս իմ շնորհքս քեզ հերիք է, որպեսզի չհպարտանամ գրված է։ Կարծես Աստված խնայեց Պողոսին։ Ոստի կարևոր է Տեր Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին, եւ Տերը ասաց. ինձանից սովորեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար, Մատթեոսի ավետարան 11-րդ գլխում։ Հեզ եմ ասաց եւ սրտով խոնար, ինձանից սովորեցեք, սա սովորելիք բան է, սիրելիներ, որովհետեւ կործանման արչեվից ինչն է գնում, հպարտությունը։ Երրորդ կետը կամ երրորդ հատկանիշը մարմնավոր հավատացյալի դա բարկությունն է։ Այսպիսի հատկանիշները իրոք մեծ վնաս են հասցնում Աստծո եկեղեցուն, որովհետև սատանան ամեն գնով ջանում է խթանել եկեղեցու պառակտմանը, քայքայմանը,
ցանելով նախանց, կռիվներ, բարկություն, բաժանումներ, Հակոբոս Առաքյալը գրում է. մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում։ Հակոբում 1:20 Շուտ բորբոքվելը, շուտ վրդովվելը, չարանալը, սրանք բաներ են, որ բնորոշել մարմնավոր մարդուն, եւ ցավոք սրտի սիրելիներ, եկեղեցիներում ենք տեսնում նման երևույթը դժբախտաբար։ Այսպիսի երևույթները հին մարդուց են գալիս, սիրելիներ։ Հին մարդուց են առաջ գալիս։ Նոր մարդը այդպիսին չի։ Աստված, որ մարդուն նորը ստեղծեց, այսպիսի բացասական մարմնական հատկություններ չկան նոր մարդու մեջ։ Սա հին մարդուց է, որ ժառանգաբար կա եւ երբեմն գլուխ է բարձրացնում։ Չենք խոսում արդարացի բարկության մասին, որը ինքնին մեղք չէ, երբ որ արդարացի սուրբ բարկություն կա։ Բայց նաև կարդում ենք, երբ որ բարկանաք, մեղք մի գործեք, այսինքն հնարավորությունը մեծ է, որ կարող եք մեղանչել։ Պետրոս Առաքյալը գրում է. ուրեմն մի կողմ թողնելով բոլոր տեսակի չարություն եւ խաբիությունները, կեղծավորությունն ու նախանձը ու չարախոսությունը, նորածին մանուկների պես փափագեցեք խոսքի բնական եւ անխարդախ կաթը, որ դրանով աճեք, եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Առաջին Պետրոսի 2:1 Սա է բժշկության ճանապարհը, սիրելիներ, միջոցը Աստծո խոսքն է։ Եղբայրը վիտամինի օրինակը բերեց։ Առողջացման եւ բժշկության եւ փրկության ազատագրման միջոցը Աստծո սրբազան խոսքն է։ Միակ դեղորայքը Աստծո խոսքն է եւ մենք պետք է ջանք թափենք, որպեսզի պայքարենք մարմնի դեմ, նման իրավիճակների դեմ, սիրելիներ։ Մեր պատերազմը մարդկանց դեմ չի, մեր պատերազմը մարմնի դեմ է, ոչ թե որևէ անձի, այլ իմ մարմնի դեմ։ Եթե յուրաքանչյուրս այս պայքարի մեջ կանգնենք կողք կողքի, համախոհ լինենք, միաբանությամբ ձեռք ձեռքի բռնած կանգնենք իրար կողքի, կհաղթահարենք։ Ինչպես հաղթական եկեղեցին։ Հայտնության 12-րդ գլխում կարդում ենք, որ նրանք հաղթեցին գառնուկի արյամբ, Աստծո խոսքով, իրենց վկայությամբ եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Այսպիսի վկայությունը շուտ չի բորբոքվում, չի բարկանում, չի նախանձում, այսպիսի վկայությունը չար վարմունք չի ունենում, որովհետև Աստված փոխել է նրան, Աստված փոխել է նրանց։ Եթե ապաշխարելուց հետո դեռ բարկանում ես, կռիվներ ես առաջացնում, նախանձում ես, ուրեմն Քրիստոս իզուր մեռավ։ Մի բան այն չէ։ Ուրեմն Աստված չկարողացավ քեզ փրկել, քեզ փոխել։ Իհարկե ոչ, Քավլիցի, այլ հանցավորը ես եմ։ Աստված երբեք սխալ չի գործում։ Ես ինձ ավելի իմաստուն համարեցի, որովհետև ես ինձ ավելի բարձր համարեցի, ավելի խելացի։ Ես համարեցի, որ իմ ասածները ավելի կարևոր են, ավելի որոշիչ են։ Ես ինձ չմեղադրեցի հարցերի մեջ, այլ մեղադրանքը ուրիշի վրա բարթեցի։ Ես ինձ ավելի արդար համարեցի եւ մեղքը դրեցի ուրիշի վրա, համայնքի վրա, եկեղեցու վրա, որ բոլոր հարցերում եկեղեցին է մեղավոր։ Ես իմ ընտանիքի մեջ խնդիրներ ունեմ, իմ զավակների մեջ հարցեր կան։ Ես ինձ պետք է մեղադրեմ։ Աղոթքով, ծոմով Տիրոջ առաջ ներկայացնեմ այս խնդիրը։ Հեշտ է ուրիշին մատնացույց անելը։ Ես եմ մեղավորը։ Նշանավոր երգ հիշենք, երբեք ոչ ոքի մի մեղադրի։ Եթե հարազատներս գայթակղվել են, մեղադրում եմ եկեղեցուն եւ հետո էլ բարկանում եմ եւ չարանում։ Ո՞վ է մեղավոր։ Դա արդար չի, նույնիսկ ազնիվ չի ուրիշներին մեղադրելը, սիրելիներս։ Մարմնավոր ցանկությունները ուղղակի թեժ պատերազմի մեջ են մեր դեմ, սա պետք է հաշվի առնենք, որովհետեւ երբ որ տեսնում ենք պայքար, գայթակղություն, վիճակներ, իմացեք, որ բեքգրաունդում, այսինքն թիկունքում սատանան գործում է։ Մենք մարմնականի եւ մարմնի դեմ ենք պատերազմում, որ մարմինը պատերազմում է հոգու դեմ եւ մենք բարկանալով մեղադրում ենք ուրիշներին, սակայն հիշենք, որ մենք հակառակորդի դեմ ենք պատերազմում եւ նա զորավոր է եւ կարեւոր է այս պատերազմի մեջ զգեստավորվենք Աստծո կողմից տրամադրված զենքերով։ Ժամանակն է, սիրելիներ, եւ վաղուց ժամանակն է, որ Քրիստոսի սերը հորդի ձեր մեջ, հորդի մեր մեջ, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, գրում է Պողոս Առաքյալը Հռոմեացիներին 5-րդ գլխում։ Որովհետև սերը համբերող է, որովհետև
բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, սերը չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրանա չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում։ Առաջին Կորինթացիներին 13-րդ գլուխը կարդացեք։ Անձնական խնդիրների եւ անհաջողությունների պատճառով երբեք չի կարելի բարկությամբ լեցվել եւ ուրիշներին մեղադրել, այլ ինքնակնության հանձնիր ինքդ քեզ աղոթքով, ծոմով, Աստծո առաջ արի եւ սպասիր Աստծո պատասխանին։ Տրտունջ մարմնավոր հավատացյալներին բնորոշ է տրտնջալը։ Տրտունջը սիրելիներ մեղք է, որովհետև գոհունակության եւ շնորհակալության հակառակ կողմն է տրտունջը։ Տրտնջացող հավատացյալը իր ճանաչածի համար տրտնջում է, ուրիշի ձեռքբերումները տեսնելով իր մեջ սկսում է տրտնջալ, բողոքել, բարկանալ եւ այդպիսով սեփական սահմաններից դուրս գալով վարակել ուրիշներին։ Տրտունջը համաճարակի պես, գիտեք, բանակի մեջ վարակի առաջացնում։ Երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, անապատում ունեցավ նեղություններ, դժվարություններ, սկսեցին տրտնջալ, սկսեցին բողոքել Մովսեսի դեմ, որը նշանակում է տրտնջալ Աստծո դեմ, Աստծո իշխանության դեմ, նշանակում է չհարգել Աստծո որոշումը, թերագնահատել Աստծո կարողությունները, չհավատալ նրան եւ վերջինս բնորոշում է նման հավատացյալներին, ովքեր իբրև Աստծո ժողովուրդ են, բայց չեն հարգում Աստծուն, չեն հետևում Աստծուն, կարծես Աստծո հետ չեն, Աստծո անունը կրում են իրենց վրա, բայց նրա խոսքին չեն վստահում։ Եվ գրված է, Աստված նրանցից շատերին չհավանեց, եւ անապատում ընկան եւ կործանվեցին։ Եվ այս ամենը օրինակ եղավ մեզ համար, գրում է Պողոս առաքյալը առաջին Կորինթացիներին 10-րդ գլխում, որ մենք չար բաների չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան, ոչ էլ տրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին եւ կործանիչի ձեռքով կործանվեցին։ Սա է տրտունջը, գոհունակության եւ երախտագիտության հակառակ կողմն է։ Տրտնջալ, բողոքել, կարծես չվստահես Տիրոջը։ 5-րդ հերթին աշխարհասիրություն։ Աշխարհասիրությունը մարմնավոր հավատացյալների վիճակն է, որովհետև մարդու մարմինը, սիրելիներ, մենք գիտենք, որ հակում ունի աշխարհի հանդեպ։ Սեր ունի աշխարհի նկատմամբ, աշխարհիկ ցանկությունների նկատմամբ, եւ երբ մարմնավորապես ապրենք, մենք մեզի աշխարհի մեջ կգտնենք։ Աստծո խոսքը ասում է, որ մարմնավորապես եթե ապրենք կմեռնենք, բայց որ հոգով մարմնի գործերը քանդենք, կապրենք։ Մինչդեռ Հովհաննես առաքյալը գրում է՝ մի սիրեք աշխարհը, եւ ինչ որ աշխարհի մեջ է, որովհետեւ ով սիրում է աշխարհը, նրանում հոր սերը չկա, որովհետեւ այն ամենը, որ աշխարհում է, մարմնականի ցանկություն է, աչքի ցանկություն եւ կյանքի հպարտություն, որը ոչ թե հորից է, այլ այս աշխարհից է։ Ուստի աշխարհս էլ կանցնի, անոր ցանկությունն էլ կանցնի, բայց ով որ Աստծո կամքը կատարի, հավիտյան կմնա։ Առաջին թուղթ Հովանու 2-րդ գլուխ 15-ից 17 համարներ։ Ոմանք ցանկանում են երկու կյանքով էլ ապրել, թե եկեղեցական կյանքը, թե աշխարհի կյանքը։ Չեն ուզում Աստծո օրհնությունից զրկվեն եւ միաժամանակ աշխարհային վայրկներից էլ զուրկ չմնան։ Գնում են այնպիսի վայրեր, որ վայել չի հավատացյալներին, հագնվել այնպիսի հագուստներ, որոնք վայել չեն քրիստոնյա հավատացյալներին։ Նույնիսկ խոսակցականը օգտագործում են այնպիսի բառամթերք, որ հարիր չի քրիստոնյաներին։ Մարդու խոսակցությունից հասկանում ես, ինչի մեջ այս մարդը, ինչ կա իր մեջ։ Ուստի հավատացյալը պետք է աշխարհից տարբերվի, որովհետև դուրս եկած է։ Հավատացյալ է, բայց աշխարհային է։ Եկեղեցի է գալիս, մասնակցում է պաշտամունքներին, բայց սիրտը, միտքը աշխարհի մեջ է։ Եվ սա մարմնավոր հավատացյալին բնորոշ հատկանիշներից մեկն է։ Պողոս առաքյալի գործավորներից մեկը, Դեմասը, գրված է, սիրեց աշխարհը եւ թողեց գնաց Թեսաղոնիկե։ Թողեց առաքյալին եւ հեռացավ։ 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ 10-րդ համարում ենք կարդում։ Ոչ միայն Դեմասը, այլ իր հետ եղան անձիկ, որ թողեցին եւ հեռացան, գնացին աշխարհ։
Բոլոր ժամանակներում էլ սիրելիներ եղել են մարդիկ, որ աշխարհի հանդեպ սեր են ունեցել, ձգտում են ունեցել։ Կարծես աշխարհասիրությունը իրենց կյանքի մեջ գերակշռել է, քան Աստծո սերը կամ սեր Աստծո նկատմամբ։ Ինչու, որովհետև մարմնավոր են։ Գուցե համնառել են երկնայինի, եկեղեցական կյանքի օրհնությունների, սիրել են եկեղեցին, հավատքի կյանքը հավանել են, դժոխքից ազատվելու համար դեպի Աստված են եկել, սակայն իրական եւ ճշմարիտ հավատք չեն ունեցել։ Վերստին ծնունդ դերևս չեն ունեցել։ Սա էլ մարմնավոր երևույթ է։ Եվ Տեր Հիսուսը շատ հստակ ասաց. մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել։ Մեկ ոտքդ աշխարհի մեջ, մյուսը եկեղեցում, եւ այսպիսի վիճակը համարվում է, Աստվածաշունչը անվանում է գաղջ վիճակ։ Գաղջ, այսինքն ոչ տաք ես, ոչ սառն ես, գոլ ես։ Հաճելի չի խմելը դա։ Հովհաննես առաքյալը գրում է Լավոդիկիայի եկեղեցուն հայտնության գրքում. Գիտեմ քո գործերը, որ ոչ տաք ես, ոչ պաղ, երանի թե պաղ լինեիր կամ տաք, ուրեմն քանի որ գաղջ ես, ոչ տաք ես ու ոչ պաղ, քեզին բերանից պիտի փսխեմ։ Հայտնություն 3-րդ գլուխ 15-16 համարներ։ Այդպես էր նաև Իսրայելը, երբ որ դուրս եկավ Եգիպտոսից, անապատային ճանապարհորդությունը սկսվեց, ասել է թե դուրս եկավ աշխարհից, սատանայական իշխանությունից, դիվային մշակույթից եւ դիվական քաղաքակրթությունից։ Բայց աշխարհը իրենց մեջ էր, որովհետեւ իրենց ուշք ու միտքը Եգիպտոսն էր, Եգիպտոսի սոխտ ու սխտորը, վարունգները, ձկները, ինչ այնտեղ գերեզման չկար, դրա համար մեզի դուրս բերեցիր, ասեցին Մովսեսին, բողոքեցին։ Անապատում պետք է մեռնենք։ Որովհետև աշխարհից դուրս եկան, բայց աշխարհը իրանց սրտի մեջ էր։ Պողոս առաքյալը իր անձնական պայքարները ուներ, ինչպես մենք էլ ունենք անձնական պայքարներ։ Եվ գրում է. իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում, որպեսզի ուրիշներին քարոզելիս հետո ես խոտելի չգտնվեմ։ Այսինքն պայքար կա։ Իմ մարմինս ճնշում եմ եւ նվաճում եմ։ Մարմինը մի բան է ցանկանում, բայց գիտակցությունս եւ հոգիս ուրիշ բան է ցանկանում։ Աստծո կամքն է սիրում, բայց մարմինս աշխարհ է ցանկանում, մարմնավոր բաներ է ցանկանում, եւ այս երկուսի մեջտեղն ենք։ Բայց երբ որ պայքարում ենք հոգիով, մարմնի գործերը քանդել կարող ենք միայն հոգիով։ Ուրեմն Աստծուն հաճելի կյանքը մենք չենք կարող աշխարհասիրությամբ եւ մարմնական կերպով ապրել եւ մանավանդ հաճեցնել Աստծուն։ 6-րդ կետը սիրելիներ, մարդակենտրոն հավատացյալներ։ Սա մարմնավոր վիճակ է, որ մարդիկ ավելի կենտրոնացված են մարդկանց վրա, քան Աստծո վրա։ Հավատացյալներ կան, ովքեր իրենց հավատքը կապում են հարանվանության հետ, մարդկանց հետ, եկեղեցու հետ։ Ինչպես որ եկեղեցին է հավատում, այդպես են հավատում։ Եկեղեցին ավելի կարևոր է եւ հարանվանությունը ավելի կարևոր է, քան Քրիստոս, քան Սուրբ Գրքի վարդապետությունը։ Մարդկային հեղինակությունը ավելի են կարևորում, քան Աստվածաշունչը։ Սա բոլոր ժամանակներում սիրելիներ ցավալի եւ միառժամանակ վտանգավոր երևույթ է։ Դրա համար էլ առաջ են գալիս տարաձայնություններ, բաժանումներ։ Ինչպես Կորինթոսի եկեղեցին ուներ, երբ մեկը ասում է ես Պողոսյան եմ, մյուսը Կեփասյան եմ, մեկը Ապողոսյան եմ, ինչ է սա նշանակում, եթե ոչ մարմնավոր դիրքորոշում։ Մարդկանց են նայում Պողոսին, Ապողոսին, Պետրոսին։ Երբ որ հարցնում ես ինչպես ես հավատում, ինչի ես հավատում, ասում են ինչպես որ մեր հարանվանությունը հավատում է, ես այդպես եմ հավատում։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ ես։ Լավ, եկեղեցին ինչպես է հավատում, ասում են ինչպես ես եմ հավատում, այնպես էլ եկեղեցին է հավատում։ Աստվածաշունչը մի կողմն են թողնում, մարդկանց երևույթներին եւ հարանվանություններին են հարում, եւ ոչ թե Սուրբ Խոսքին։ Ինչ է սա նշանակում, եթե ոչ մարմնավոր մոտեցում կենթանի հավատքի նկատմամբ։ Ինչ է սա, եթե ոչ մարդապաշտություն։ Պարտադիր չէ հովվին կամ որևէ առաջնորդին երկրպագություն անես, մարդու առաջ երկրպագություն անես, այլ եթե ավելի ես կարևորում առաջնորդին կամ որևէ հովիվին, քան Աստծո խոսքը, ուրեմն դա նշանակում է, որ անձը Աստծո ճանաչումը չունի եւ պետք է ապաշխարի։ Որը մարմնավոր հավատացյալներին է բնորոշ, եւ առաքյալը գրում է, չէ որ մարմնավոր եք եւ մարդկային ձևով եք վարվում։ Բայց մեր գերագույն հեղինակությունը Աստվածաշունչն է,
Եվ մեր հավատքի դիրքորոշումը պետք է լինի քրիստոսակենտրոն հավատքի կյանք եւ ոչ թե մարդակենտրոն հավատքի կյանք, սիրելիներ։ Քանի որ ճշմարիտ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Եվ այստեղից էլ առաջ են գալիս բաժանումները, եթե մարդիկ քրիստոսակենտրոն չեն։ Ինչու են առաջանում նախանձները, կռիվները, ինչու են առաջ գալիս բաժանումները, անախորժություններ, որովհետև Քրիստոսը իրենց կենտրոնում չի։ Բայց նրա ճշմարիտ տեղը մեր կյանքի մեջտեղում է, մեր կյանքի կենտրոնում է։ Ինչպես Իսրայելի ժողովրդի կենտրոնում Աստծո խորանն էր, սրբություն սրբոցն էր, ուխտի տապանակներ, այսինքն վկայության տապանակն էր։ Երբ որ Իսրայելի ժողովուրդը բանակ էին դնում անապատի մեջ, եթե այն ժամանակ դրոն ունենայինք, բարձրացնենք վերև, խաչաձև տեսք ուներ։ 3 ցեղերը հյուսիսում, 3 ցեղերը հարավում, արևմուտք եւ արևելք 3 ցեղերով եւ 12 ցեղերը խաչաձև տեսք էին ընդունում եւ Աստծո խորանը նրանց կենտրոնում էր, մեջտեղում էր։ Թող Տեր Հիսուս Քրիստոսը մեր կենտրոնում լինի, սիրելիներ, սա է Աստծո կամքը։ Եթե Տեր Հիսուս Քրիստոս մեր կյանքի կենտրոնում լինի, ամեն բան իր տեղում կլինի, ամեն բան իր տեղը կընկնի։ Եթե մենք Քրիստոսակենտրոն կյանքեր ապրենք, Տեր Հիսուսը գալիս է մեր մեջ, ինչպես եկավ աշակերտների մեջ, երբ որ դռները փակ են իր հարության օրը երեկոյան ժամին եւ կանգնեց նրանց մեջտեղում, ասաց. խաղաղություն ձեզ, շալոմ։ Երբ որ Հիսուս գա մեր կյանքի կենտրոնում, կասի խաղաղություն ձեզ, մենք կխաղաղվենք։ Վախեր կան, կասկածներ, տագնապներ, ինչու որովհետեւ Քրիստոս իմ կենտրոնում չի։ Երբ որ հրավիրես քո կյանքի կենտրոնում, ամեն բան իր տեղը կլինի։ Մենք կբուժվենք, սիրելիներ։ Մենք կբժշկվենք, մենք կհաստատվենք, ուստի թույլ տվեք նրան, որ ինքը որոշում կայացնի մեր մեջ, թույլ տվեք, որ իր ուրույն տեղը զբաղեցնի մեր կյանքում, մեր կյանքի Տերը մեր մեջտեղում լինի, սիրելիներ։ Եղբայրներ եւ քույրեր, խոսում ենք մարմնավոր հավատացյալին բնութագրող հատկանիշների կամ սրտի վիճակի մասին, բայց բժշկության միջոց կա, ճանապարհ կա, ելք կա։ Աստծո խոսքը բժշկում է։ Հնազանդվեք գերագույն հեղինակությանը Աստվածաշնչին։ Որտեղ ենք մենք, կա արդյոք նման վիճակ իմ մեջ, ինքնակնություն ապրենք, իմ մեջ կա նման վիճակ, պետք է ձերբազատվեմ եւ ազատագրվեմ եւ սրբագործվեմ, ուստի աղոթքով Տիրոջ առաջ գանք, որպեսզի մեր սրտերը ամբողջությամբ փոխվի, ոչ թե ուրիշներին նայեմ, այլ ինքս ինձ նայեմ։ Արդյոք Աստվածահաճո է իմ քայլերը, իմ որոշումները, իմ խոսքերը, արդյոք ես շիտակ ճանապարհի մեջ եմ, հարց տամ, ով Տեր, եթե սխալ ճանապարհի մեջ եմ, ուղղիր ինձ, ուղղիր իմ ոտքերը, ինչպես Սաղմոս Սերգուն է գրում, որպեսզի ինձ քո ուղիղ երկիրը առաջնորդես, ճշմարտությանդ հնազանդվելով։ Եվ թող ամենակարող Աստված իր գութով եւ ողորմությամբ նայ յուրաքանչյուրիս եւ փրկի այս սխալ վիճակներից մեզ, եթե կան, ապաշխարությամբ դեպի դրան դառնանք։ Եվ թող Տերը օրհնի մեզ, ողորմի եւ իր երեսը փայլեցնի յուրաքանչյուրիս վրա։